Ողջույն, Գործարարելիքի եթերում վերադարձող կապիտալ հաղորդումն է։ Մենք խոսում ենք նախկին սփյուռքահայերի հետ, որոնք դարձել են հայրենադարձ, ինչ պատճառներով։ Այսօրվա մեր հյուրն է Վաքո Խախամյան, ողջույն Վախոյան, ինչպե՞ս եք։ Բարև, ինչպե՞ս եք։ Շատ լավ, դուք եկել եք Լիբանանից։ Այո, Լիբանանից եմ։ Երբ եւ ինչու եք հայրենադարձել։ Ես առաջին անգամ 94-ին եկա, այդ ժամանակ Լիբանանի հայկական ռադիոկայանը կար Paradise FM-ը եւ ATN-ը, Armenian Television Network-ը, հայկական հեռուստաալիքը Լիբանանի։ Եկանք երկու շաբաթով մնացինք 94-ի ամենաբարձր տարիներին, այո։ Այդ ժամանակվան է արդեն ես ճիշտ ասած սկիզբեն արդեն որոշել էի որ պիտի կամ ինչ որ ալա հանգախությունից հետո այո բայց այդ ժամանակ անշուշտ որ տեսա ավելի հետաքրքրվեց 98-ին եկա նորեն այս անգամ որոշելով որ պիտի մնամ մի քանի ամիս մնացի կացի բայց 99-ին արդեն վերջնականապես որ ակադեմիան սկսա գեղարվեստի ակադեմիան Եմ մնացի արդեն ատկի։ Ստեղիկա արվեստի ակադեմիան։ Այո, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Ինչ ուղղությամբ։ Ես նկարիչ եմ։ Գծակի որ սկսենք արել մտայերնով նկարիչ եմ աստագիությամբ։ Այնտեղս գրքնագի քնահատելի է որ մեկ այդ դժվար դարիներում որոշ եկալ։ Չգիտեմ ինչպես այդ որոշումը 10 անգամ ավելի դժվար է քան օրինակ 2020-ին օրինակ կամ 23-ին, որովհետև այն ժամանակ շատ բաներ բացակայում էին։ Ինչպես կարելի է համոզվել եթե ոչ մեծ հայրենասիրություն եկա բացատրեք այդ բահը ինչպես Լիբանանից այն ժամանակ Լիբանանը որոշ չափով լավացել էր չենք ասում շատ լավ էր ոչ թե բادرազմի վիճակով էր որ ասեք որ թողեցի Լիբանանը որպես բادرազմի երկիր ինչպես մեկը որոշի սփյուռքում այդ են ուզում բացատրել մարդկանց ես նախ բանը վիդեսեմ հիմա շատերը ինձ շատ համացամիտ չլանի մեծ ես շատ լավ գիտեմ ես Լիբանան սիրող չեմ իրականությունը ասեմ Բադահական հոնձնվել եք միշտ անանք կսեմ այո Գիբրոսը ինձ շատ փոխեց Գիբրոս որտեղ ապոխվեցանք Լիբանանի պատերազմի ժամանակ այո մի քանի տարի մնացինք եւ Գիբրոսը ինձ համար վերածնունդ էր մեկ խոսքով որ տարիներն էր 99-ին գնարես 89-ին ով չգիտի որ Լիբանանի բادرազմը դենց բادرազմը սահմանային բոլորը գիտեն որ շենքերի վրա ռումբեր էր թափվում 80-ական 70-ականներին հետո ու դրա պատճառով շատերը նախ կախտեցին թեպի արևմուտք շատերը դեղափոխվեցին Գիբրոս այն ժամանակ շատ էին որով մոդիկ էր ու դարբեր երկիրներ ու շատ մեծ անգում էր այն ժամանակ հայկական առումով դուք էլ որոշեցիք Գիբրոս գնալ ընտանիքով Շիրակը ես բادرազմի մասին որ խոսsak Երեք անգամ մահվն է ազատացեմ ես պատերազմի պատճառով Այդ գուտագումն է որ ցես դարելա որ ասեք չեմ սիրում Ատաները որ գիշեմ օտանամները ռումբերը բաները ինձ համար մեջ տեսակ մասանք լավի ժողովություններ չեն ցկեր Հետո արդեն Գիբրոս որ դեպոխվեցանք սկիզբը դեպոխվել չէր միտքը պատերազմի ժամանակը Արդեն կորս բան եւ այլն հոնդե աշխատեցանք եւ դարբերությունը տեսա որ ինչպես 150 կիլոմետր այնտին լրիվ ինչ աշխարհ տրախտ Շատ ավելի հանգիստ, ոչ պատերազմ, ոչ գրիվներ, պրոբլեմ, ոչ ճուրի պրոբլեմ, ոչ այդ բոլոր գենսական Զենքով մարդիկ չէինք տեսնել, Լիբանանը միշտ կտեսնենք, չէ՞, հոնդե տեսակ բաներ չկար։ Գիբրոս շատ փոխեց, բայց գրնալալ հարցումը պետք էր դար Գիբրոս ինչպես թողեցիք եկաք Հայաստան։ Չէ, անշուշտ Հայաստանը իսկապես երկրորդ եւ հույսով եմ որ վերջին վերածնունդներ Հայաստան դեպոխվելը չեմ կարծել որ այստեղ ես ոչ մի ուրիշ տեղ երթամ անշուշտ հոս ալգամանամ վերջնականը հոս է անշուշտ Դրա բաժանելու մասին պիտի խոսանք հիմա երկար որովհետեւ հենց դուք որ աշխարհով մեկ բդդված եք կարող եք վաղը գնալ ուրիշ տեղ ապրել շատ հեշտ ու շատ հանգիստ այո բայց դուք որոշել եք հայրենադարձել ինչն է բաժարը դան մեջի դաստիարակությունը դբրոցի հայկական Լիբանանի կամ չգիտեմ ագումբ եկեղեցի շատ մարդիկ կան որ ոչ մի բան չի ներշնչել իրենց բացի իրենց նախահայրերու երազը այո Դուք ոնց եք իմ բարակաս ասեմ որ հայրս շատ հայրենասեր էր շատ մայրս ավելի շատ բաներ եկեղեցական ասեմ ավելի հոգևոր էր Շատ կարևոր բան կար, որ այդ ժամանակները մանավանդ 90-ականներուն երթամ Հայաստան, գնամ Հայաստան, փամը ընեմ, փամը փոխեմ,
ինչ կրնամ անել, որովհետև 94-ին որ եկա, իսկապես բոլորը շատ լավ գիշեն, մանավանդ հոս ապրողները, մութ ցուրտ տարիները, որ գսեն իսկապես փախնում էին արդեն ստեղ։ Անդանելի էր, իսկապես անդանելի էր։ Հիմա Լիբանան մենք գիտենք հոսանք չլալը ինչ է եւ այլն, ջուր չլալը կամ ջուրը մաքրուչ է եւ այլն։ Այդ ժամանակ Հայաստան իսկապես հոսանքի խնդիր կար, ջուրի խնդիր կար, գազի խնդիր կար, բենզինի խնդիր կար, դասության անգում կար, նոր երկրաշարժից դուրս եկած։ Այո։ Գիշեմ կամերայով որ ասենք շուգան կացին այդ ժամանակ փակ շուգա էր դեր։ Ուրիշ տեղեր կացին ռեպորտաժներ ունելու ժողովուրդը նախ կգարձեին որ ես Հայաստանի հերոստատեսության հաղորդավար եմ եւ արդեն հետս սկսեին գնա անանգսե ես լիպան եկերեմ ուզեմ ինչքան այսինքն օգնեմ նպատակն է որ ինչքան ռեպորտաժներ պատրաստենք այդքան լավ է բայց արդեն 98-ին հետո որոշումը անպայման մնալու գար Գիտեք մեր հաղորդումը 100-ից ավել հյուրեր ունեցել ես միշտ չեմ կարող ասել եզրակացություն անել որ մարդիկ ասում են բաբաս կամ մամաս շատ հայրենասեր են որովհետև նաև հայրենասեր ես շատ մարդիկ եմ ծանոթ ինձ մե ավելի մեծ սերունդը որոնք շատ ուժեղ հայրենասիրություն են տվել բայց դրանց երեխեքը այսօր ստեղ չեն այսինքն ասել են ագումբից աստին մի կար եկեղեցուց աստին մի կար սփյուռքում ու վերջավորության տեսնում որ այդ մարդը հեչ հետաքրքրություն չունի Հայաստանում իսկ դուք ունեցել եք ու նաև ցերկույրեր եղբայրներ որոշ չափով այդ մեջը ինչպես է գազմավորվում ես եզրակացում եմ որ գենետիկ ինչ որ մի բան կա որոնց որը այդ շատ հայրենասեր որ ագումբից հետո չի գալիս Լիբանան չի գալիս բայց չգիտեմ Ավստրալիայում մեջ մի հատ հայ կա որը որոշելա վերջ հայրենադարձելու զարմանալի երևույթ է ոնց է սպիրկը ճիշտ է 7 միլիոն է հիմա գսենք մեծամասնությամբ շատերը մեծամասնությամբ արևմտահայեր են ցեղասպանության պատճառով եւ այլն գիտենք նոր սպիրկն ալ կա հիմա շատերը բարձրապես կաբրին իրենց կյանքը որպես լիբանանցի ոչ թե լիբանանահայ կամ ամերիկացի կամ ալ չգիտեմ մնացածները որ գիտենք մեծ գաղութները սպիրկահայրու իսկ մեկ մասը որ շատ հայրենասեր է եւ շատ հայ գսկա իրեն անուն գալ երկու մասի բաժնված են մեկը որ հայրենասեր է որպես Հայաստան հայրենասեր մյուս մասն է գուզե սպիրկի գաղութները բահել ինչքան որ կարող են շատերը իմ կարծիքով կգարձեն չսեմ ավելի ճիշտ իրենց կարծիքով բարձրապես անե որ եթե իրենք Լիբանան ապրին Լիբանանի հայության Վաշպան գրնան լալ իրենք եկեղեցիները չեն փակվիր, դպրոցները չեն փակվիր, օրինակի համար գսեմ որ կամ օրինակ Կիպրոս Մելքոնյանը փակվեցավ, եթե ավելի շատ հայեր օրինակ կամ եթե տրամահոն երթարադի ուրիշ խնդիր անշուշտ կբահբանվեր իսկ անորոշ շատ հայրենասեր մարդիկ կան որ բացի դունը Արարատի նկար եւ այլն որ դրանց են եւ զավակներն անպայման կստիպեն որ հայերեն խոսին բայց իրենք կնախընտրել մնան այդ երկիրներում մեջ կրնալ Հայաստան կան դուն մահարնեն հողմը առնեն տարին մի անգամ կան քիչը 2-3 շաբաթ անցնեն ու ինչ լավ է սիրուն եւ այլն շնորհակալություն ցտեսություն բայց ցավոքսի նույնիսկ դրանց երեխեքը այսօր հայերեն խոսելու խնդրեմ ունեն շատ քիչ է դոգոսը որ եկեղեցիներ գերտաս գիրագյորով հազիվ 5-10 հոգի գա շատ դժվարացած է նույնիսկ այդ հայրենասերներուն որովհետեւ հիմա դոզան ավելի շատ դաս երեխեքը արդեն խրճում են այդ ամեն ինչից նույնիսկ որ հիմա ինտերնետի թարե չէ եւ հիմա շատ հանգիստ ու գրնաս նստիլ օրինակ ես հիմա ռուսերեն կսորվեմ որ պետք չէ բայց կսորվեմ չէ Duolingo բերնես սորվի նույնն այդ սպիրկահայը նույնիսկ զավակները 19, 20, 30, 40 քանի տարեկան որ լա շատ հանգիստ ինչու օրինակ ամերիկահայը անգլերենեն հետո կնստի անպայման իսպաներեն կսորվի լավ պետք է բամաչամը սերգոր կամ ռուսերեն կսորվի չինարեն են սկսել կամ չինարեն ինչու օրինակ հայերեն չեն սորվի շատ բարձ է գրնա հիմա շատ հեշտ սորվի բայց չէ առանց ուսուցիչի առանց բանի եթե հայրենասիրությունը մեջ լա բարդությունը մեջ լա կսորվի այդ է խնդիրը որ 10 անգամ ուրիշ երկիր գայցել են բայց կասես որ մեկ հատ Հայաստան եկեք մի ամառ կամ մի նոր դարի Սկիզբներու դարիները վստահ եմ ցերեդալ եղած է շատերը գսեն օ ինչ լավ հայերեն ես խոսում գսեի հա ինչու՞ պիտի չխոսեմ ես հիմա չեմ մեղադրել բայց այդ ժամանակ կզարմանա ինչու անքսեր այո հիմա որտեվ շատերը սպիրկահայերի մեծամասնությունը չսենք բայց շատերը չեն գիտեր հայերեն եւ ինքը նույնիսկ որպես հայ հայրենասեր եթե Հայաստան գուկա եւ գսեես հայ եմ եւ այլն հայերեն չի խոսիր հիմա տեղացի Հայաստանի հայը երբ որ մեծամասնությամբ ադի գլսենք չէ անորմալ երբ որ տեսնեմ մեզի պես օրինակ ես շատ հանգիստ թե արևել հայերեն թե արևմտահայերեն շատ հանգիստ խոսեմ adներ գզարմանան
Դե երկար դարիները սկսում է աշխատել ծեր վրա։ Անշուշտ։ Բայց սպիտակ չարթնել աշխատում է սպյուրքի վրա, ցավոք սրտի։ Անցնենք ծեր առաջին քայլերին, դուք դարբեր տեղեր աշխատեցիք Հայաստանում, միշտ կդած եք ծեր կորձը, միշտ ունեցած եք ծեր առօրյան, ոչ թե որ մարդիկ ասում են Հայաստանում կորձ չի գա, բան չկա, եթե ունես տվյալներ, եթե ունես ցանկություն, միշտ աշխատելու ես։ Դուք ոնց եք սկսել առաջին կորձերը եւ ուր եք հասել հիմա ծեր բիզնեսի մեջ։ Սկիզբները շատ դժվար էր։ Հիմա իրականությունը, այո, 98-ին որ կմտածեի որ մնալ այդ ժամանակ, տեսա որ իսկապես դժվար է, որտեղ աշխատանք եւ այլն բան։ Ես հիմնականով նկարիչ եմ, այդ ժամանակ 20 որ արդեն մասնակցության հիմնականը նկարիչ եւ հետո շատ դիզայն ռացում դիզայներ նկարիչ այսինքն ցավորը իսկ երկրորդը որ երեք մասի գրնամ բաժնել երկրորդը Կիպրոսի ած ժամանակս Այանապակասի որը ընկերոջս համար աշխատանք ջարելու որպես մատուցող ընկերսալ լիբանանահայերիկնալ բայց անգլերեն չէր գիտեր ֆրանսերեն գիտեր լավ մբդել են հետո ընդել վերջարան ռեստորանները մեգասա որ ինչու ընկերոջդ մասին խոսքոր թուն չէ ուզեր աշխատի չէ ես նկարիչ մարդ ինչ երթամ մատուցող բիտ աշխատեմ հետո տեսա լավ եք աշխատեն եւ ատուությունը բռնել են հետո արդեն բարմենիաղը արդեն մենեջերի օգնական Հայաստան որ եկա արդեն միշտ միտքս աներ փամ այդ ժամանակ սնունդի ոլորտում ընդհանրենք որ այդ ժամանակ օրինակ փապ չի գար Հայաստան փապ բարը չէին գիտեր նույնիսկ եւ այդ Գիբրոսեն սենք ներշնչված ասի այդ կորձի մեջ մտնեմ ոստեղ բայց անշուշտ սկիզբը շատ դժվար էր ֆինանսներ ընդհանրապես չունեի շատ վատ էր ֆինանսական վիճակս Պրոֆեսիա անգլերենի հաստա գիշեմ ժամանակ մարդիկ պետք է այո անգլերենը լավ էր հիմա անշուշտ շատ ավելի լավ է գինտ անով թերթ կար որ գկրեին մարդիկ մեջ կացի շատ գիշեմ այդ օրը նախքին ընկերուհիս հետ ենք միասին կացինք ասի երկու դողնոց կուզեմ բանել գովաստնել ասա ինչ կուզես ասի սպյուրքահայ սանող մ գուզե անգլերենի տասդալ նկատեցի այդ ժամանակ թե այդ օրիորդը որ գկրերոր եւ թե ընկերուհիսալ նախքին երկտա ասան քնտացին ուսանող մ գուզե անգլերեն անշուշտ մեկը չի զանգեց այդ ժամանակ չստացվեց ադիկա բայց այդ տարիներուն Էրիկանով հաղորդավար մը եթե գիտեք մեկեն ժամանակ մեկ էր Ձանտի միջոցով Էրիկը ասավ որ DJ Setraga գա ասավ ռադիո հայ DJ Setraga ժամանակ ամենահարկված սպյուրքահայերը մեկն էր Հայաստանի մեջ Հալեբահայ ասավ ինքնալ քեզիբես բանը սպյուրքահայ հայրենադարձը եթե գուզես Setraga շատ ոգևորվեցավ ինչ անելու համար ես որտեվ Լիբանան ռադիո Paradise-ը որ կար հայկական ռադիոկայանը դարիներով ոնդեղ հաղորդավար էի անալ Գիբրոսեն սկսավ ճիշտ ասած ես որ գսեմ Գիբրոս վերածնունդ էր ինձ համար Գիբրոս խումբ Գիբրացի դեղացի մգերներ էին ռադիո Պացին այդ ժամանակ FM հունարենով հա հունարենով էր հետո սիվոր անգլերեն սլավ է գրնամ անգլերենով ալնել սա որ լավ շատ լավ սկսան անգլերեն ծրագիր ունել ես Ռաֆիանով ուրիշ մեկը գար Գիբրոս Ատկե հետո շահե անունով Գիբրոսի մեջ բանի գաշվի կորձեր կներ մեր ռադիոյի դոնորեն սերևոր եթե աս հայերը հայգան ծրագիրն են ես սպոնսոր կգենամ ասի շատ լավ հայգան ծրագիր եւ արդեն այդ հայգան ծրագրի պատճառով Լիբանան որ վերադարձա Paradise սկսա աշխատել դարիներով եւ անշուշտ ատկե հետո որ հոսեգա Հայաստան FM hiring-ը գարած ժամանակ հոնդեր սկսա անշուշտ իմ հաղորդավար եւ այդ ժամանակ ինչպես բացատրեմ հասկացողությունը ռադիոյի եւ նույնիսկ հեռուստատեսության Հայաստանի մեջ թեր սովետական խորհրդային միության բարև ձեզ բարեկամներ ոնց եք եւ այդ շատ անշուշտ պրոֆեսիոնալ բայց շատ ասենք լուրջ է մեկ գիզի վրա քայլող իսկ ես եկա արեմդայերնով մեկ խոսքով քիչ մգփորձեմ արևելայերը խոսել բայց դա իր համ ու հոդ ուներ շատ ավելի խանդավառ բան եւ այլն մարդիկ տեսան որ գարելի է գաղաբարից դուրս գալ Եվ արդեն այդ ժամանակ ինձ չեմ գիտեր իմ տարիքից կամ ավելի փոքր մարդիկ երևի հիշեն հետո արդեն Էրիկի նորեն միջոցով հասան հմեկ տարիներով աշխատել եմ որպես հաղորդավար Ինչ եք ներկայացնում հմեկ Հայաստանի առաջին հեռուստատեսությունը առաջին ալիքը սկիզբը ժամանցային ծրագրեր էր եւ արեմդահայերեն շատ բաներ կնեի օրինակ սպյուրքահայության հետ
հերաբան Արփանյակի համար այո դեղական լսարանի համար լավագույն դասնյակ կար հայկան երկերու մրցույթի ծրագրեր կար բաներ կար ինչ լեզվով արևմտահայերեն հա գործեի արևելային խոսիլ շատ խառը գրներ շատերը գսեն որ շատ լավ գստացվի շատ համով գստացվի եւ այլն ուրիշ բան ասեմ ես երբ որ Cheers-ը բացի իդեպ ասեմ որ Cheers-ը Հայաստանի առաջին pub-ն է բարերգային Հայաստանի մեջ անշուշտ իրականություն է որ շատ բարերգային բայց pub բարը առաջին անգամ ես գործած եմ Հայաստանի մեջ հիմա ամեն մարդ կուզե pub բացել բանալ եւ այլն դա դի ուրիշ հարց է ուրեմն Cheers-ի ժամանակ ես թեր հմեգի հաղորդավար էի այդ ժամանակ որոշեցի մեկ հատ ուրիշ ծրագիր ունել անունը հոս եւ հոներ նպատակը ինչ որ հիմա մենք կնենք որ նույնն է բայց Հայաստանը սպիրկ այո 100% չսեմ ինչու որտեվ քիչ մդարբեր էր նախ pub-ի մեջ կնկարեինք ես որպես հաղորդավար եւ բարմեն հյուրսա սպիրկահայ պետք է լիներ անպայման եւ ինքը որպես հաջախորդ կոկտեյլ գսարքեինք եւ այն խմենք միասին խոսեինք հետո անշուշտ իմ հյուրերս մեկը այդ միտքը վերցուց եւ որ ես արդեն գրեթե վերջացրել էի հոս եւ հոնը դարձավ հոնուհոս եւ ինչ որ ռադիոգարանը սկսավ այդ նույն ծրագիրը անել հա բայց երբ որ ես իրեն ասի որ ինչու միտքը արել ես անունը չես փոխած սա կոպիրայթ ունիս ասի չէ բայց ամենատեղս գիտեք ինչա շատ կարևոր է որ ասկիզբը ասեցիք որ եկած ենք այստեղ մի բան փոխելու մենք չեկած ենք մի բան փոխելու որ մենք սեփականաշնորհենք ամնա մեր վրա մենք առաջին Christmas market-ը դոնավաճառը սկսան հիմա բոլորը շարունակեցին այդ կարևորը այդ գայծը դալն է որովհետև մենք ինչու ենք եկել մենք չենք եկալ Իտալիա կամ Ֆրանսիա կամ ուրիշտեղ որ անես մի բան ու մոռնաս ոչ եկել ենք այստեղ մի բան փոխելու այդ 98 վիճակը մեր Հայաստանի երազած Հայաստանը չէր եկանք այն մարդ ինքն իր մեկ լուման տնելով ես շատ ուրախ եմ որ դարբեր ոլորտներում շատ բաներ եք արել դուք ու նաև ամենակարևորը քննադատում եմ որ ոչ մի բանից չեք խուսափել անգլերեն սովորացնում ենք մատուցում ենք չգիտեմ հաղորդավար ամեն ինչ էլ ուզում եք անել միայն ստեղ մնալու համար այո ամենակարևորը ծեր նմաններ շատ են եկել մի բան որ իրենք գիտեն փորձել են 6 ամիս չի ստացվել կարող է իրենց սխալով էլ չեմ կարող ասեմ որ երկրի բաժարով է շուտով թողել գնացել են ուրիշ երկիր այդ քնահանդանքը գա ծեր հանդեպ բայց դուք վերջավորության լրիվ ուրիշ ոլորտի մեջ շարունակեցիք որը հիմա շատ հաջող եք ինչպես է այդ գիտեք դարիներով այդ փաբային կլաբային վիճակեն արդեն ես հոգնեցա բավական հետո ասեմ կյանքիս մեջ փոփոխություն եղավ այդ ժամանակ երկար ժամանակվա ընկերուհիս միասին ենք բայց բաժնվեցանք նույն ժամանակ երկու ծանոթներ ընկերներ ամերիկահայ եւ ամերիկացի եւ հայ աղջկա այդ ամուսնացող երկու հոգի ամերիկայի մեջ ասին որ պիտի ամուսնանանք եթե գուզեք եկեք եկուր ինձ համար ասի վիզա այլ չնդար կացի տեսմադուն 5 տարվա multiple entry վիզա դվին ինչ անելու ընդեղ ներողություն նորից ինչ պետք է հարսանիքի հրավիրված է բարձրապես այդ ժամանակ արդեն ես իսկապես հոգներ էի Cheers-ն մոտ 5 տարի եղել էր արդվար ժամը 3-4 ամեն օր մի քիչ ծանր էր վերջավորության վիզան արի տեսա որ ես շատ հավանական է որ գրնամ տեղափոխվել Ամերիկա ասի գրնալա փորձեմ շատ սխալ քայլ էր ադալսեմ կացի մի քանի ամիս մնացի 2007-8 այդ ժամանակ էր այո մի քանի ամիս մնացի շիդագը շատ չհավնեցա ետ եկա մի քանի դարբեր քաղաքներ ետ եկա նորեն փորձեցի նորեն քիչ դժվարությունները մեջ եղավ քիչ նորեն լիբանանկացի Կիպրոսկացի նորեն չեղավ ետ եկա ասի նորեն մի դերթամ Ամերիկա այս անգամ որպես նկարիչ բոլոր նկարներս հավաքեցի ելակացի Ամերիկա Բոստոն ցուցահանդեսի մեջ մեկ նկար նույնիսկ չի ծախեցի այդ ժամանակ ասի որ Ամերիկան իմ երկիրը չէ ինչ որ ալա Հայաստան իդ պիտի կամ մեղադրելի չէ եւ արդեն կալես հետո նորեն մի քանի դեղ դարբեր ռեստորանի մենեջեր բարի մենեջեր եւ այլն բայց դեսավոր անալ արդեն ինձ համար չեմ գնարգորնել եւ որոշեցի որ ոլորտը պիտի փոխեմ որտեղ շատ տուրիստներ որ գուքային իմ կովս բարը հոս Երևանի մեջ Հայաստանի մասին բաներ կհարցնեին եւ միշտ պատասխանը ունեի բարի մեջ տուրիստ էի քան նույնիսկ օրինակ Հայաստանի պատմության օդար երկրացիներ հայեր չէին սպիրկահայերը լադենադեն գլար կամ նույնիսկ օրինակ տեղացի հայեր օրինակ գլա չէ ադներ վեճեր որ ինչքանով հայ ես ինչքան Հայաստանի մասին գիտես եւ այլն պատասխանը միշտ կար որտեղ ես միշտ ամեն օր գնստիմ ուսումնասիրեմ մինչեւ հիմա
Անպայման բամը գարտան, բամը գտեսնեմ, բամը գտե։ Այո։ Հայաստանի մասին ընդհանուր թե պատմություն, թե ինչ որ հիմա նորից վերջերս ինչ կբադայի եւ այլն եւ այլն։ Պատասխանները որտեղ միշտ գային։ Հետո արդեն որոշեցի մի քանի փաբի հետ, այդ ժամանակ փաբերը գշատնային որ արդեն 11 տարի առաջ փաբրոլ անով հասկացություն գա, որ մեկ բարեն ուրիշ բար գտանից, ուրիշ բար գտանից եւ այլն, ամբողջ Եվրոպա գնան հիմա։ Ադով սկսա, հետո ասի որ ինչու ես թուր չմներ։ Մի քանի անգամ ես շատ կճամփորդեմ, մի քանի անգամ ճամփորդած ժամանակս հատկապես Եվրոպայի մեջ free walking tour, անվճար քայլելով tour քաղաքներու մեջ։ Տեսա որ հետաքրքրական է։ Նպատակն է որ ասի ամերիկացի մեկ Գերմանիայի մեջ սկսած է 25 տարի առաջ։ Նպատակն է որ 2-3 ժամ գքալես տուրիստներուն հետ բան չեմ վճարեր, վերջավորության ինչքան թե ավճար tips գտոնեն, ինչքան որ գուզեն։ Նպատակն է հիմնական վճար չի գա, լրիվ անվճար է։ Սկիզբը անվճար է։ Ու սայթ ունիմ կամ ուրիշ բաներ կա, պլատֆորմներ կա, այդ անշուշտ։ Yerevan Free Walking Tours։ Այդ սայթի անունն է։ Այո։ Իսպանը, Facebook բանը, Instagram։ Նույնն է Yerevan Free Walking, բոլորը Instagram, այո, Instagram, Facebook։ Գտնե հիմա ժամանակվա սկիզբ շատ վատ էր, մի քանի տարի ես փորձառություն չունեի եւ այլն։ Հետո արդեն կամաց լավ եղավ, արդեն հիմա արդեն նույն պատմությունն է, շատ հբարտ եմ իրականություն ասեմ։ Հիմա 7 հոգի կա Երևանի մեջ, ինչքան որ ես գիտեմ, որ free walking tours կան։ Այո։ Եվ մրցակցություն ասեմ կա անշուշտ, երբ որ 7 հոգի է, ոչ թե 1 հոգի, 2 հոգի։ Բայց առանց գլուխ կովալու, ինչպես որ շատերը գսեն, իմս դեռ առաջինն է եւ իսկապես կրնամսել շատ հանգիստ լոկոմոտիվը դամիջի, բայց նաև դուք տուրիստներուն կփոխանցեք ինչը Հայաստանի, որ ինֆորմացիա։ Եթե ասեմ ամեն բան կզարմանաք։ Բայց այդ ինֆորմացիա սխալ է մի անգամից դալը։ Որ Հայաստանի մասին 5000 տարի մասին միտ խոսած, արդեն գողոքնի թիմացի։ Տուրը 3 ժամ, այո, ամենակարևորը է, տուրը 3 ժամ է եւ շատերը գսեն շատ երկար է։ Ուրեմն ընդհանուր թե ջարդարաբերության մասին, թե պատմության մասին, թե նույնիսկ ուտելիքի մասին, խմիչքի մասին, թե մշակույթի մասին, ընդհանուր, թե լեզու այբուբեն եւ անշուշտ գրոն, ինչ մնաց։ Այո, ընդհանուր լեզվական հատված։ Ինչ որ մեր հբարդությունն է։ Այո, անշուշտ արվեստի հետ կորքերը, ասենք, խաչքարերը, ինչ որ Հայաստանը առաջին անգամ ինքն են արել, քինին, չգիտեմ, գոշիկը, դիքը բաներ կա։ Եվ ես շատ լավ գիշեմ 11 տարի առաջ սկսել եմ, այդ ժամանակ առաջին տարին շատ լավ չէր, բայց ասենք 7-8-9 տարի առաջ ժամանակները որ արդեն թափ գարներ տուրի եւ բավական առաջ կերտար։ Ես առաջինն էի, որ սկսա մարդոց տուրիստներուն Երևանի բակերը տանել։ Բագերը որտեղ մեկը շատերուն համար քանթված ինչ է որ ասի բայց 200 դարվա 200 ծար կա ունդե բամը չի գա եւ շատ լավ գիշեմ երբ որ մի քանի անգամ եղած է երբ որ նա կոնտ կերտա եւ որ մարդիկ կսեին որ տեղացիները ինչ էքստր բերը ինչ կա որ ստե ցույց տալու կբացատրի որ շատ սիրուն է պատմական է ասեան է անե հիմա արդեն շատերը նույնիսկ վճարովի տուրերը որ կան Երևանի մեջ շատերը գտանին Երևանի փակը գդբավորվին տուրիստները անշուշտ որտեվ ուր է բարձրակ շենք ցույց տաս Դուբայ ավելի շատ կա, Չինաստան ավելի շատ կա։ Ավելի լավ է գան իհարկե։ Բայց ուր է շատ ավելի հետաքրքրական երկու հարգանի շենք ցույց տաս, օրինակ շատ բարձ բան է։ Խախտումներով է բոլոր։ Ոչինչ։ Պուշկինի 4 եթե բաղը մտնեք, շատ հետաքրքրական տուներ կան, դե մեկը կոնյայի գործարանի Թայրյանցի սեփական տունն է։ Հենց Կողնալ իմ արտ կվարտալ է անունը, արտ կորտը։ Կողնալ Քաչազնունին, Հովանես Քաչազնին Հայաստանի առաջին վարչապետը հոնաբրած է մի քանի ամիս, երբ որ Թիֆլիսեն եկավ Հայաստան։ Զորավար։ Այո, զորավար անպայման գտանինք զորավար։ Այսինքն շատ բագեր կան որ Երևանի մեջ բագեր, որ շատ հետաքրքրական են։ Եվ այն բագը իր օրինակ Բոստան ռեստորանի բագը երբ որ մտնես կամ Կովը կամ Գիլիկիայի Նորեն Աբովյանի նկողը, այո, Աբովյանի 8-ներ, այո, 8-ը եթե չսխալեմ, նկողը որիչն է, շատ սիրուն է, շատ հետաքրքիր։ Արդյունավոր туриզմ է, այսինքն դուք գարձրատիպերը գոդրել եք, ինչ որ գարձրատիպեր գոդրել եք, շուտով հաջողվել է։ Անշուշտ Հյուսայինով ալ գկալեին հրաբարակն ցույց կտամ, անշուշտ Թամանյանի մասին, կես ժամը տուրին Թամանյանի մասին է։ Մանրամասնությամբ բոլոր զարդանախշերով հայկական աստեցությունը նաև արվեստի բաներով, կոնզերով, որոնք հայկական չեն, բայց ոչինչ հիմա այս ժամանակակից հայկական ալ խառնուրդը որ կա, անշուշտ մինչև սովետական ժամանակն ալ կխոսին 60-ական 70-ական մանավանդ social modernist-ի կամ brutalist ջարդարապետական դարբեր ուղումներ։ Ես ջարդարապետ չեմ,
բայց շատ ադեններ գսեմ ես պետք է ջարդարաբերություն ուսանեի ուրիշ պատճառ ալսեմ ես օրինակ ավարտեցի գեղարվեստի ակադեմիան ունիմ վկայականը հետս մոդս եմ իշտ բայց օրինակ Ամերիկա որ գացի ինձ իսին լավ եթե պիտի մնաս ինչ պիտի աշխատես եթե ջարդարաբեդ լայր քեզի կորց անպայման գճարեին բայց մոդիկա դիզայնի եւ արվեստի մոդիկա ջարդարաբեդությունը միանշանակ դուք եթե դենց որոշեք վստահ եմ գահաճողվեիք ամենին դեպս туриզմն է շատ լավ ոլորտ է Հայաստանի առաջին 5 ոլորտներից է որ դեղ ունի առաջ գնալու միանշանակ մենք պետք է շատ թերություններ ունենք դեռ մենք այսօր ոչինչ Եղող Դուբայի մեջ ինչքան միլիոնով մարդ է գնում, մեր մոտ ավելի քիչ։ Ճիշտ է, քանակը ավելանում է քիչ-քիչ։ Բայց մենք ծեր գարձիկով մեր ժամանակը շատ երկար չէ, ծեր գարձիկով ինչ պետք է անենք, որ մեր տուրիստի քանակը այսօր 5-10 անգամ կարա ավելանա միանշանակ։ Ինչ պետք է անենք, բացի բժշկական туриզմի, բացի, չգիտեմ, երկիրներ, որ թեր Հայաստանի մասին չգիտեն, իմանան մեզ այցելեն հատկապես չինացիները, հատկապես ճապոնացիները, որ իրենց փոքր մի դոգոսը գարա մեզ մոտ ահագին քանակ ավելացնե, ու նաև ես միշտ ասում եմ շեշտը չի տրվում ուխտակնացության ոլորտի վրա, որը Հայաստանում թիվ 1 կարող է լինի, ոչ միածինով սկսած։ Ինչ կանեիք դուք, որ մեր туриզմը գրկնաբացվի։ Գիտեք, եթե քանակ կուզենք, բարձրապես շատ սովորական բանս եմ ինչքան շատ էժան թրիչներ լինեն թե մեր ցերկը չի ադի խնդիրը մի բան որ մեր ցերկը լինի հիմա չինած գա էժան թրիչ բայց ինչքան շատանա օրինակ վիզերը որ կա հիմա արդեն 16 թրիչ կունի թեպի Երևան եթե օրինակ բախտատենք Վրաստանի հետ ոնդը 20-ն ավելի է մի ժամանակ 40 էր Ինչքան օրինակ Վրաստանի օրինակով եթե ինձ հարցնեք մշակութային առումով մենք ավելի ունենք ցույց տալու մանավանդ եկեղեցիներ միան եթե հաշվենք վանքերը 2444 վանք ունենք մեկ Երևանի մեջ ասի ոչ թե նոր եկեղեցիներն են հին վանքերն են բարձրապես օրինակն է ուրեմն եթե քանակ կուզենք ավելի շատ թրիչ պետք է լա որտեղ մեր սահմանները երկու կոց են Եվ ընդհանրապես մարդ տուրիստներու վրա աշխատի իր հարևաններու հետ, չէ՞։ Եթե երկու հարևանները չեն կար, որը շատ բարձր է, շատ քիչ թուրքեր կան։ Վրացի բարսիկ կուկա եւ շատ ռուս կուկա։ Բայց ինչքան շատ որ սահմանը ավելի բացը լար, հիմա օրինակ, անի առայժմ չունենք, բաց սահմաններ չունենք։ Ուրեմն թրիչները պետք է ավելան։ Եվ ինչ որ հիմա տուրիստ զբոսաշրջության կոմիտեն գնե վերջերս զարմանալի է ամեն տեղ Հայաստան միշտ ցուցանտեսներուն մասնակցին եւ այլն շատ լավ է իսկապես շատ լավ է շատ բան կփոխի բայց այստեղ էլ մեծ թերություններ ունենք մենք այսօր լավագույն դեղեր գերտաս եկեղեցի դասնես խորտուփորտ ճանապարհներով ենք դա էլ մեր մոտ զարմանալի կամ ոչ մշակված ոչ ցուցանակներ առանց դրանց ծախսը մեծ բան չի ինչու չեն գանում Դրամ պետք է ինչ-որ ֆինանս պետք է ինչքան գա հիմա տեսնում ես այո վերջերս որ ավելի դրամատրվի տնտեսությունը որը շատ ավելի լավ է հիմա անշուշտ եւ շատ բաներ շատ դեղեր փոխվեցան բայց ուրիշ բան ասեմ տուրիստը չի գիտեր որ Հայաստանի մեջ ճանապարհ չի գա թեպի ատի եկեղեցին ինքը եթե պիտի կար գուքար քալեն հետո է որ պիտի տեսնե որ ճանապարհ չի գա ինքը ավելի ճիշտ է որ ճանապարհը լան շուտ ցուցանակները լան եւ այլն ուրիշ բան էլ կա որ մենք խնդիր ունենք իմ կարծիքովս անգլերենը քիչ է Հայաստանի մեջ ինչ որ գիտի հիմա Instagram է չէ շատ բաներ կա Facebook-ն ալ գրեթե քնած ավելի Instagram TikTok է մեծամասնության որ հետևենք ռուսերեն հարկանքս 40%-ը ռուսեն կամ ռուսախոս վրացիներն ռուսախոս են ղազախներն ռուսախոս են մեկ խոսքով Հայաստանի եկող տուրիստներուն գեսեն ավելի ռուսախոս են ասենք բայց մնացածը Գերմանացի ինչ ես կնա ռուսերենով համոզել Կոնե անգլերենով ինչքան պետք է անգլերենով անգլերենով ես շատ կուզեմ ներ բայց մասնակցությունս չէ ես շատ լավ չեմ վիդեո մեյքինգի մեջ չեմ գրնալ իմ կորզս չէ կնկարեմ գտնեմ բայց նախարարությունները պիտի մտածեն դրա մասին իրենք արդեն գնեն որ շատ տանտա բայց գնեն բայց պիտի նաև փող ծախսես որ հասանելի դառնա գերմանացին անելը չէ միայն այսօր ամենքնից էլ գարանանք բայց եթե ուզում ես Ֆրանսիայի մեջ մարտիկ տեսնեն հատկապես այդ ուղղությունները որ վիզերը աշխատում այնտեղ էժանը դրանց վրա պետք է աշխատել որ մարդիկ շուտով նայեն դոմսը ինչքան է էժանը ուրեմն գալի է այստեղ մեկ բանս եմ եթե գիշեք 5 տարի առաջ Ryanair-ը սկսավ գալ Հայաստան եւ այս այդ ժամանակ շատ լավ գիշեմ հունվարին փետրվարին 2000-ին այդքան լավ էր որ ահագին մի անգամ են իտալացի որտեղ 3 թրիչ կար սկսանք տեսնեսի ու ինչ լավ աշխատի գոր
եթե գրնանք Ryanair-ը բերենք կամ EasyJet-ը Wizz-ը հիմա երեքը շատ լավ են մնացածը Flyone-ն է լավ է անշուշտ բայց ինչքան որ լա քիչ ավելի եդ է Flyone Armenian-ը բավական առաջ գնաց բայց Մոլդովականն է բավական աշխատի որ իմ գարձիկով Ryanair-ը կամ EasyJet-ը եթե բերենք շատ բան պիտի փոխի եւ իսկ եթե քանակ կուզենք որակը գա որտեվ Հայաստանի մեջ նորեն փախտայելով Վրաստանի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի գող տուրիստը ավելի գծախսե քան Վրաստանին եւ $1,100 եթե չսխալեմ անցը Վրաստան 8-900 է կարծեմ Ադրբեջան չմա ավելի այսինքն որակը գա բայց քանակ եթե գուզենք ինչքան արժան թրիչ կլա գամալ շատ պետք է գովաստենք Վրաստանին մեջ այսինքն օդարը որ Վրաստան կա անգլերենով պետք է գովաստեսնե This is Armenia, come to Armenia Հայաստան եկեք Հայաստան որտեղ մենք հիմա մոտավորապես 30% տուրիստի Հայաստանի եկող Վրաստանեն գուկա 15% վրացի է միշտ 15% մենք կրնանք օրինակ 30-40-50%-ն էլ անպայման քան երկու երկրները իրար միացան Շատ հետաքրքիր թեմա է туриզմը որ կարելի է երկար խոսալ Վակո ջան որ ինձ համար դուք որպես հայրենադարձ օրինագելի եք որովհետև եկավ անպայման ուզեց մնալ ստեղ եւ գարձաթիփեր գոդրելով շատ մարդու վարագեց ու շատ կարեւոր է ասված ցեզ օրտնից երկորձեր օրտնեն ու հավիսով միշտ հաջող կլինեք ինչպես որ եք մարդիկ տուրիստներ կգան ու ցեզ հետ 3 ժամով գտարնան Երևանը հաջողություն եմ մաղթում Շատ շնորհակալ ջու մեկ բզդիկ բխրատ բոլոր սպիրկահայրուն քոնե Հայաստան թողքան հող կամ դուն թողարնեն անպայման որ իրենք մտածեն որ անպայման օրի մեկը կրնանքալ ինչպես որ ես արի եւ անալսեմ որ ես կատարալ աշխատած եմ մի քանի տարի եւ մի խոսքով դունալ արի Հայաստանի մեջ եւ անշուշտ պատճառ չունիմ ոչ մեկ ուրիշ տեղ 84 երկիր եղել եմ դարձել եմ աշխարհը բայց ինչ որ լա անպայման եթե Հայաստան կալ այսինքն հիմքը հոս է աստեն երթալ հաղորդումի նպատակն էլ դա է որ մարդիկ հրավիրեն քան մի բան անեն այստեղ շնորհակալ եմ շատ Ձեզ նույնպես շնորհակալություն